Եվրոպան այսօր տնտեսական խոր ճգնաժամի շեմին է։ Շատ ավելի խոր, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Գերմանիան երամից դուրս է գալիս մեծ հաշվով։ Գերմանիան հատկացրել է ավելի քան 5 տրիլիոն եվրո, տեսեք թիվն եմ հնչեցնում, սեփական արդյունաբերությունը եւ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ վերականգնելու համար։ Գերմանական առաջատար գիտատեխնիկական եւ գիտահետազոտական ինստիտուտները, որովհետեւ վերջին 2-3 տարվա ընթացքում ինչ ուկրաինական այս հակամարտությունը սկսվել է, Շանհայի միջազգային դասակարգմամբ, իրենց դիրքերը զիջել են 10-15 կետով, սա լուրջ կորուստ է գերմանական տեխնոլոգիական մտքի համար, որ այդ ամբողջ տնտեսությունը դրա վրա է կառուցված։ Գերմանական ընկերությունների ավելի քան 4000 ընկերության դեպի Չինաստան փախուստը անցած 2-3 տարվա ընթացքում։ Գերմանական արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում ընդհանուր Գերմանիայի տնտեսության պակասել է։ Սա Գերմանիայի առումով։ Ֆրանսիական տնտեսության խոր ճգնաժամի մեջ հայտնվելու խնդիրը, ուկրաինական ծախսերը հոգալու բեռը, ամերիկյան բեռը, որ դրվեց, Ուկրաինայի ամբողջ հարստությունը Ռուսաստանի հետ կիսելուց հետո, այո, Եվրոպայի գրպանը։ Գուցե ճիշտ էլ արեցին։ Գուցե ճիշտ էլ արեցին։ Դե իրենք պիտի մտածեն որպես ինքնիշխան պետություն, այսպես եթե այդ պետություն մնացել է։ Նույն մոտեցումն էլ իդեպ մեզ է վերաբերվում։ Այսինքն դուք ընտրեցիք այս իշխանությունը գնաց Պրահայում ստորագրեց, ասեց, դուք էլ պատասխանատվություն վերցրեք, որովհետև միջազգային հանրություն չի վերցնել պատասխանատվություն քո ընդունած ճակատագրական կամ ռազմավարական ոչ կենսունակ որոշումների համար։ Ֆրանսիան այդպես, այսինքն ես խոսում եմ Եվրամիության երկու լոկոմոտիվների մասին։ Սա այս բեռը թոթափելու համար Եվրոպան նվազագույնը 7-ից 10 տարվա ժամանակ է պահանջում ինքի իր համար, որպեսզի վերականգնի այս ամբողջը։